Արդեն 7 տարի է, որ գործում է քույր դպրոցներ մշակութային կրթության նպատակային ծրագիրը, որն ըստ էության վերածվել է Երևանի եւ մարզային ստեղծագործական կրթօջախների, առավելապես երաժշտական դպրոցների փոխգործակցության ակտիվ հարթակի, իր շուրջ համախմբելով 65 հայաստանյան դպրոցների։ Քույր դպրոցներ նախաձեռնությունը սկսվել է Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտական դպրոցից եւ արդեն 7 տարի իրականացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ։ Քույր դպրոցների վերջերս տեղի ունեցած գալահամերգը վերածվեց յուրօրինակ հաշվետվության, որին մասնակցում էին շուրջ 100 աշակերտներ մարզերից եւ նույնքան էլ մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներից, իսկական երաժշտական տոն ստեղծելով դահլիճում։ 4 ամիս շարունակ մեր փորձերը գնում էր Երևան էին գալիս երեխաները մարզերից, թե ինչ ոգևորություն կար, որ իրենք գալիս էին Երևան եւ փորձեր են անում, մենք ուղղակի sense ցնծության մեջ էր եւ այդ օրը մեր համար մի հատ sense տոնախմբություն էր, այդքան երեխա 200 աշակերտ մասնակցում են իրար հետ համատեղ համերգի։ Մշակութային ապակենտրոնացմանը միտված ծրագիրը հագեցած է բազմազան միջոցառումներով, մարզային եւ երևանյան պատմամշակութային վայրեր ճանաչողական փոխայցելություններով, համատեղ ստեղծագործական ու համերգային ծրագրերով ու վարպետության դասերով։ Ծրագիրը վերընթաց զարգացում է ապրում, աստիճանաբար ընդլայնում է ընդգրկման սահմանագիծը եւ փոխգործակցության նոր հասցեները գրանցում։ Դեռ շատանալու են, տարեց տարի ավելանալու են դպրոցների քանակը եւ այս տարի քույր դպրոց ենք դառնալու Գորիսի Սացյանի անվան երաժշտական դպրոցի հետ։ Հիմա հունիսի 3-ին սպասում ենք իրենց այցելությանը, մենք էլ կմեկնենք Գորիս հոկտեմբերի 17-ին։ Ծրագիրը հատուկ նշանակություն ունի մշակութային կրթության տարածքային համաչափ զարգացման գործում, նպաստում է մարզային ստեղծագործական դպրոցներին մեթոդական աջակցություն ցուցաբերելուն, նաև վերստին վկայում է, որ մարզային դպրոցներում դասավանդումը բնավ չի զիջում Երևանին։ Մենք էլ ենք սովորում, այնպես չի, որ Երևանն է մենակ կարողանում սովորացնել, որտեղ մարզերում կան շատ հիանալի մասնագետներ, կան շատ լավ աշակերտներ, մենք էլ սովորում ենք մարզերից։ Սկսած 2019-ից ծրագրի շահառուներն են դարձել 4000 պատանի երաժիշտներ եւ 65 երաժշտական դպրոցներ, մեծապես նպաստելով ստեղծագործական ավանդույթների պահպանությանն ու մշակութային երկխոսությանը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, Լուրեր։